Եթե գրանցված եք սոցիալական ցանցերում, վստահաբար վերջին տարիներին հանդիպած կլինեք անհասկանալի գովազդային էջերի, որոնցում կան հղումներ դեպի տելեգրամյան կասկածելի ալիքներ։ Այդ հղումներով գնալու դեպքում հայտնվում եք տելեգրամյան խանութներում, որտեղ վաճառվում են տարբեր տեսակի թմրանյութեր։ Տարիներ շարունակ այս բիզնեսը Հայաստանում իրեն չափազանց ազատ էր զգում այն պարզ պատճառով, որ բիզնեսը նախաձեռնողներին գտնելն էր շատ բարդ։ Տելեգրամը չէր համագործակցում իրավապահների հետ։ Վերջին շրջանում իրավիճակը փոխվել է։ Բացահայտվել է եւ արգելափակվել է տելեգրամյան ավելացում գրանցված թմրամիջոցների ապօրինի իրացման զբաղվող թվով մոտ 3 տասնյակ էջեր։ Այս ուղղությամբ նորից աշխատանքները ակտիվ իրականացվում է ծառայողների կողմից։ Իրականացվում է համապատասխան միջոցառումներ էջի օգտատիրոջը հայտնաբերելու եւ մյուս ճյուղերը բացահայտելու ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունում այս ուղղությամբ արդյունավետ աշխատանքի նպատակով ստեղծվել է հատուկ բաժին, որն ըստ էության որսում է թվային դաշտում թմրամիջոցների տարածումով զբաղվող խմբերին։ Արդյունքում ավանդական թմրավաճառ տելեգրամյան ալիքներն ու սոցիալական էջերը տեսադաշտից կորել են։ Այս տարի նախորդ տարվա համեմատ 2 անգամ ավելի թմրանյութ են իրավապահներն առգրավել շրջանառությունից՝ 400 կիլոգրամ նախորդ տարվա 200 կիլոգրամի փոխարեն։ Հայաստանում թմրանյութերի տարածումն է ավելացել, թե աշխատանքն է դարձել ավելի արդյունավետ։ Պատակարարը իրականացնել ավելի ճիշտ աշխատանք մեծ քանակությամբ թմրամիջոցների հայտնաբերումը, որ կնպաստի հանրապետության ներսում թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցմանը։ Այսինքն սա հիմնական խնդիր է դրվել մեր առջև, որպեսզի կասեցնենք սահմանից ապօրինի մուտք գործող թմրամիջոցները։ Այսինքն խնդիրը սահմանին մեծ շնաձկներն են։ Եթե նրանց դեմ պայքարը լինի արդյունավետ, երկրի ներսում քիչ թմրամիջոց կմնա փոքր ձկների տարածելու համար։ Ավանդական ուղղությունը ըստ միջազգային տեղեկատվական հարթակների աֆղանականն է։ Թալիբների իշխանության գալուց հետո Աֆղանստանը գերակա դիրք է զբաղեցնում ոչ միայն հերոինի, այլև մեթամֆետամինի սև շուկայում։ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանի միջոցով Հայաստան տեղափոխվող սինթետիկ հիմնական թմրամիջոցը հանդիսանում է մեթամֆետամինը։ Վերջերս նկատելի է նաև մեկ այլ հոգեխթանիչի տարածում, խոսքը վերաբերվում է այսպես կոչված ալֆա-PVP-ին։ Այս վերջինը չափազանց վտանգավոր սինթետիկ թմրամիջոց է, որը բավականին տարածված է Ռուսաստանի Դաշնությունում եւ լրջագույն ազդեցություն է սովորաբար ունենում օգտագործողների հոգեկան առողջության վրա։ Ալֆա-PVP դեպքում իհարկե կախվածության համախտանիշ էլի շատ արագ է ձևավորվում, շատ արագ նաև հոգեբուժական խնդիրներ ենք մենք հանդիպում մեր պրակտիկայում։ Առաջանում առաջինը ընկալման եւ մտածողության ոլորտների խանգարումներ, հետագայում իհարկե առաջանում է նաև մտածողության խանգարումներ, օրինակ մարդու մոտ կարան լինեն հետապնդման զառանցական մտքեր։ Կա ենթադրություն, որ թմրանյութերի քանակի նվազման հետ մեկտեղ երկրի ներսում կբարձրանան դրանց գները։ Ըստ այդմ, շատ ավելի քիչ մարդ կգնի եւ կօգտագործի այս չարիքը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։